Դե ինչ, սկսում ենք երկրորդ մեր փաթեթի unboxing-ը։ Եթե նախորդ փաթեթը շագանակագույնի մասին էր, այս փաթեթը նախորոք ասում եմ կապույտի մասին է, այո, երկնագույնի ու կապույտի մասին է, այնպես որ գնացինք։ Ես շատ եմ սիրում նման գլխարկներ ու երևի տարբեր գույների ունեմ ու հերթը հասել էր այս ջինսանման տարբերակին, կապույտ։ Իրականում այս փաթեթը, երբ որ պատվիրում էի, ես մոտակա օրերը պատրաստվում էի գնալ իվենթի ու նպատակ ունեի հենց այս երանգների մեջ հագնվել, բայց քանի որ փաթեթը ժամանակին չեկավ, ես հնարավորություն ուղղակի չունեցա սրանք կրել, բայց ոչինչ, իվենտները դեռ առջևում են, հաստատ կհասցնեմ, իսկ եթե ոչ իվենթի, ապա մեկ այլ ուրիշ տեղ, հաստատ կհագնեմ։ Համ էլ գրեք տեսնեմ, սազում է ինձ, թե ոչ։ Հաջորդը այսպիսի բլուզ է կարճաթև, գործվածքանման, որը հենց այս սեզոնին կարելի է հագնել, մի փոքր հաստ վերարկուով, սա կարելի է հագնել, շատ նուրբ, շատ սիրուն, ես էլի կտեղադրեմ տարբերակները, սպասելիք եւ իրականություն կտեսնեք, իրականում սա չեմ սպասել, որ այսքան լավն է լինելու, բայց սա արդարացրեց իմ բոլոր սպասելիքները, իսկապես շատ եմ հավանել ու սիրով, մեծ հաճույքով կկրեմ սա։ Սա այսպես։ Սիրում եմ ամեն բան միանգամից տեղավորել, իհարկե սրանք արդեն դարակներում պետք է տեղավորեմ, բայց այսպես անեմ, որ հետո վերջում քաոս չստեղծվի շուրջս։ Հաջորդը, սա ցույց չեմ տա, սա դեկոր սփռոց է, որը գցում են սեղանի մեջտեղի հատվածում, գեղեցիկ ինչ-որ դիզայն հաղորդելու համար։ Ես սա հիմա չեմ ուզում բացել, որ հետո տեղ չզբաղեցնի, հետո արդեն երբ որ սիրուն ինչ-որ ձևավորում կտամ, անպայման ձեզ ցույց կտամ, բայց այստեղ կտեղադրեմ նկարը, որ տեսնեք ինչի մասին է խոսքը։ Ես էլի փաթեթ ունեմ, պատվերներ ունեմ ու սրա բեժը նույնպես պատվիրել եմ, բեժի երանգները կար, հուսամ բաց, սպիտակավուն, կատնային երանգը կգա։ Մի խոսքով, հետագայում ձեզ անպայման ցույց կտամ սեղանի վրա ինչպիսի տեսք ունի։ Հաջորդը Ամելիիս համար պատվիրել եմ այսպիսի տաբատ, որը շատ լավն է, արդեն փորձել ենք, շատ սիրուն է, այսպիսի ժապավեններով վարդագույն ջինսից տաբատ է, շատ սիրուն է։ Չկար մանուշակագույնով կյանքս, վարդագույնով էր, տար դիրտ քո դարակը, լավ։ Հա։ Եվ մեզ մնաց երկու իր, մեկը ժամացույց, կապույտ, ջինսանման, ասում եմ, չէ, այս փաթեթը լրիվ կապույտի մասին է, նախորդը շագանակագույն, սա էլ կապույտ։ Այսպիսի սիրունիկ ժամացույց, որը սիրով կկրեմ էլի, հուսամ աշխատում է, այսը չեմ փորձել, նայել եմ, բայց չեմ փորձել, սա դեռ կուսումնասիրեմ, աշխատող է թե ոչ։ Եվ այս ժակետը շատ մեծ անհամբերությամբ ու ոգևորությամբ եմ սպասել, բայց էլի չի արդարացրել իմ սպասելիքները, ասեմ թե ինչու։ Ուրեմն ես սա պատկերացրել եմ, որ պետք է ավելի սենց օվերսայզ նստի, ավելի ազատ, բայց իրականում այդպես չի, թևերը շատ լավ է, բայց այս հատվածները ամբողջությամբ ավելի քիփլիկ է, իսկ ես այդպես չէի ուզում, որակը լավն է, վատը չէ, իմիջիայլոց այս տարբերակից կային բարակ և նաև հաստ տարբերակները, ես ընտրել եմ հաստ տարբերակը ու շատ սիրուն, շատ նուրբ, իրականում տեսք ունի, բայց եթե մի փոքր ավելի մեծ լիներ, իրոք վերջ կլիներ, ես պատվիրել եմ L-ը, մտածելով, որ թող մի բան էլ ավելի մեծ լինի, որովհետև իմ չափը M-ն է,
Բայց փաստացի պետք է պատվիրեի XL-ը, եթե ցանկանում եի այսպես oversize նստեր։ Նորից կկրեմ սա, այնպես չի էլի, որ չեմ կրի, ու հետագայում վիդեոներիս մեջ անպայման կտեսնեք։ Սա էլ իմ գնումները։ Սա էլ մեր վերջին փաթեթը, իսկ ես ունեմ էլի պատվերներ, որոնք դեռ ճանապարհին են, ու անպայման սիրով կկիսվեմ ձեզ հետ, եթե ձեզ հետաքրքիր են նման ֆորմատի վիդեոները։ Իսկ ոնց հասկանամ, որ ձեզ հետաքրքիր են, ձեր ակտիվությամբ։ Խնդրում եմ, եթե հավանեցիք ու եթե ուզում եք, որ նման վիդեոները լինեն շարունակական, ապա դնում ենք լայքեր, գրում մեկնաբանություններ, գրեք ձեր կարծիքը, հավանեցիք հագուստները թե ոչ, կամ որը հավանեցիք, որը չհավանեցիք ընդհանրապես, որովհետև ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։ Այո։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ վիդեոներում։